Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունը չի դադարեցվել եւ չի դադարեցվելու, հայտարարված է կառույցի Facebook-յան էջում։ Ավելի վաղ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Հոակի խոհանոցում եւ պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր։ Մասնագետների կողմից վերահսկողության ընթացքում ներկայացվել է եզրակացություն խախտումների հետ կապված, քանի որ նրանք վերաբերում են հիմնականում կառավարության կողմից հաստատված սննդամթերքի հիգիենայի վերաբերող կառավարության այն որոշման պահանջներին, որի հիման վրա տեսուչների կողմից կազմել է եզրակացություն, ներկայացվել լիազոր մարմինի կողմից ներկայացվել է կասեցման որոշումներ եւ տրվել է համապատասխան ժամանակացույց եւ հանձնարարական խախտումները վերականգնելու եւ այդ վտանգների աղբյուրը վերացնելու համար։ Սննդի կառույցը նախագծված, կառուցված եւ տեղակայված չի եղել այնպես, որ ապահովի պատշաճ խնամք եւ ախտահանում։ Հատակի, պատերի, դռների որոշ հատվածներ եղել են ոչ նորոք վիճակում։ Հնարավոր է եղել կեղտի կուտակում, անցանկալի բորբոսների աճ։ Սրանք էին արձանագրված հիմնական խախտումները։ Ստուգման արդյունքում արձանագրված խնդիրները չեն վերաբերվել սննդի պատրաստման կամ սննդի որակին, այլ վերաբերվել են շենքի ֆիզիկական պայմաններին, ենթակառուցվածքներին եւ կահավորմանը, որն պայմանավորված է նրանով, որ մանկապարտեզը տեղակայված է ոչ տիպային շենքում, բազմաբնակարան շենքի առաջին հարկում եւ խոհանոցը, սննդի պահեստները եւ այլ սանիտարական տարածքները տարանջատված են հարմարեցված շենքի պայմաններին։ Այս դեպքում նույնիսկ կոսմետիկ միջամտության կամ վերանորոգման դեպքում խնդիրը հիմնովին չի լուծվի։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մշտադիտարկումների ցանկում հիմնականում նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների հանրային սննդի կետերն են, որովհետեւ այնտեղ հանրային սննդի կազմակերպման սննդամթերքից օգտվում են բարձր ռիսկային գոտում գտնվող երեխաները, տարրական դասարանի 1-ից մինչև 4 դասարանի երեխաները, որոնց իմուն համակարգը դեռևս ձևավորված չէ, եւ քանի որ նրանց օրգանիզմում չկան համապատասխան մարմիններ աղտածի միկրոօրգանիզմների դեմ պայքարելու, դրա համար այսօր ավելի մեծ մասով ընդգրկված են այդ հանրային սնունդ կազմակերպող տնտեսվարողները։ Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի չափանիշներին։ Հաստատության գործունեության կասեցման մասին որոշումը բողոքարկվել է դատարան։ Կապանի համայնքապետարանը ելնելով երեխաների լավագույն շահից եւ կրթության գործունեության անընդհատությունը ապահովելու նպատակով դիմել էր վարչական դատարան սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վարչական ակտի կատարումը կասեցնելու նպատակով։ Վարչական դատարանը հաշվի առնելով համայնքապետարանի հիմնավորումները կասեցրել էր վարչական ակտի կատարումը։ Համայնքում գործող 16 նախադպրոցական ուսումնական հաստատություններից 2-ը ոչ տիպային են։ Կապանի համայնքապետարանը պատվիրել է էսքիզային նախագիծ բոլորովին առանձին խոհանոցային բլոկ ունենալու համար, որը հետագայում կօգտագործվի համայնքի կարիքների համար այլ նպատակով, նշում է համայնքի ղեկավարի առաջին տեղակալը։ Իր մեջ կներառի խոհանոց, սննդի պահեստներ եւ այլ սանիտարական տարածքներ, այն կհամապատասխանի ամբողջովին բոլոր չափորոշիչներին եւ սա հնարավորություն կտա նույնիսկ նոհի գործունեությունից հետո օգտագործել համայնքի կարիքների համար այլ նպատակով, այսինքն այս տարբերակում ներդրումները կլինեն արդարացված։ Գորթ Հադևոսյանի խոսքով վարչական դատարանը նիստը նշանակել է 2028 թվականին, սակայն համայնքապետարանի նախաձեռնած նոր խոհանոցային բլոկի կառուցումը շենքի ֆիզիկական պայմանների առկա խնդիրները կլուծի։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։